Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մայիսին մենք տնտեսական բավականին լավ ցուցանիշներ ենք արձանագրել, ինչը կարևոր է իմ նախնական դիտարկմամբ հետևյալով, որ կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե նաև մեր գործարար համայնքի եւ տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում արագ արձագանքելու իրադրությունների եւ դրանց փոփոխությանը, ինչը իմ կարծիքով ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե իհարկե հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է։ Պարոն Պապայան, խնդրում եմ երկու խոսքով ներկայացնել տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ 10.4%-ով աճել է 2025-ի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ եւ հիմնականում պայմանավորված է շինարարության եւ ծառայությունների աճով, այսինքն տնտեսության իրական հատվածում մեծ աճ ունենք։ Ես ուզում եմ նշել, որ չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերությունը 5.9% այդտեղ կրճատում կա, բայց մենք նաև վիճակագրության կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք եւ տեսանք, որ մի շարք ոլորտներում մենք մեծ աճ ունենք, օրինակ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության եւ այլ ոլորտներում արտադրությունը էական աճել է, պարզապես նախորդ տարի եղել է ոսկու, այսպես ասած, վերամշակման ինչ-որ process, որը այս տարի 40%-ով կրճատվել է, 41%-ով կրճատվել է եւ դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը ըստ էության բերվել է եւ արդյունքում մենք 5%-ից մի փոքր ավել կրճատում ունենք, այսինքն իրականում տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա նաեւ արտադրության ոլորտներում եւ այդ ոսկու գործոնը, եթե մենք չեզոքացնեինք, ել ավելի բարձր արդյունք կունենայինք։ Ըստ էության հետևյալը ունենք մայիսին, նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ արդեն այս արդյունքի համադրումով հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիս ամսվա նկատմամբ արձանագրել է 5.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, հարգելի գործընկերներ, որ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի։ Մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահովված 790.320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 242.331-ով կամ 44%-ով, այսինքն 2018 թվականի մայիսի համեմատ 242.000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատավարձային ֆոնդը աճել է 2018 թվականի մայիսի համեմատ 146 միլիարդ դրամով կամ 151%-ով, այսինքն աշխատավարձի ֆոնդը 2.5 անգամ աճել է։ Եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա, եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք ըստ էության, սահմանելով համահարթ եկամտային հարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտները կրկնապատկվել են, ավելի քան կրկնապատկվել են 101%-ով, իսկ միջին աշխատավարձը արձանագրված աճել է 74%-ով։ Այս ցուցանիշները կարող են բերել նաև 2024 թվականի մայիսի համեմատությամբ աշխատատեղերը աճել են 38.000-ով նախորդ տարվա մայիսի նկատմամբ, աշխատավարձային ֆոնդը աճել է 10 միլիարդ դրամով, հարկային եկամուտները, եկամտային հարկը աճել է 15 միլիարդ դրամով, իսկ միջին աշխատավարձը աճել է 11.000 դրամով։ Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են։